ԿՊ-ի պարտությունը սկսում է հենց Մեծավանից։ Քաղաքացիական պայմանագրի պարտությունների մեկնարկն են հայտարարել փարաքարցիները։ Այնտեղ դեռ գիշերվանից տոնում են ԿՊ-ի պարտությունը։ 4 քաղաքական ուժերից փարաքարում հաղթել է Միասնություն կուսակցությունների դաշինքը, ստանալով 6508 ձայն։ ԿՊ-ի հավաքած ձայներից 2839 ձայնով ավելի։ Դաշինքը գլխավորող Վոլոդիա Գրիգորյանի աջակիցները վստահ են, Միասնություն դաշինքը կբերի այն համախմբումը, որին փարաքարը վաղուց էր սպասում։ Միասնությունն է, որը հաղթեց, որ պառակտել էին անցյալները արդեն, որ մնացին նրանք արդեն ոչ թե կեղտոտ պատմության գրկում մնացին նրանք։ Ես կարամ այդպես ասեմ, որովհետև ես սաղին բոլորին լավ ճանաչում եմ, ու որ նրանք ճիշտ չէին վերաբերվում ժողովրդի հետ, ընկերների հետ, մարդկության հետ։ Այդ համար պարտվեցին։ Մեր ազգը պառակտել պետք չի։ Մենք միասնություն ենք ուզում։ Վալոջան միակ անձնավորությունն է, որ կարող լինի մեր 9 համայնքի համար միաժամանակ լավ մարդ, լավ անձնավորություն։ Մանկուց ինքը շնորհքով սպորտսմեն է, ընտիր սպորտսմեն է, իր խոսքի տեր, իր խոսածած առածը մեկ է։ Ես իմ մարզի չալով ես իր կողը կայնացեմ, անցած անգամ եմ կայնացել։ Վոլոդիա Գրիգորյանը մարդկանց վստահությունն է կարևորում, նրա խոսքով հենց ժողովրդի քվեն է որոշել հաղթանակը։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ քվեարկել են, եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ նաև չեն քվեարկել, ես բոլորի համայնքապետն եմ լինելու։ Առաջին բանը, որ դուք կփոխեք փարաքարում, դա ի՞նչն է լինելու։ Մթնոլորտը։ Փարաքար խոշորացված համայնքի գյուղերում են գոհ ավականու ընտրության արդյունքից։ Հավատում են, նոր համայնքապետը կմտածի բոլոր 9 գյուղերի մասին։ Վերջապես նորմալ ընտրություններ եղավ։ Ով Արցախի կողքին է, ես նրա կողքին եմ։ Ինքը շատ լավ մարդ է, որպես մարդ, առաջինը վերցնենք դրանից, խոսքի տերն է ինքը։ Իր խոստացած լուբոյ խոսք, լուբոյ ամեն ինչ ինքը կատարելու է ու վստահ ենք իրան։ Այն համախմբումը, որ կատարում ենք գյուղի մեջ, չի բաժանում, դա արդեն մեծ գործ է։ Փոսերով ճանապարհներ, անորակ ասֆալտ, չաշխատող կոյուղատար համակարգ։ Նախորդ իշխանության թվացյալ բարեփոխումներից մինչև պարանոց կուշտ է փարաքար համայնքը։ ԿՊ-ի բարեկարգումը ես ինքս լինելով վարորդ բեռնատարի, ուղղակի այնքան վատ ասֆալտ է, որ արել են անելու համար։ Ասենք դա ճանապարհ չի, ինք ամեն ինչ անում են, որ դու խախտում անես։ Բոլոր իրանց արած բարեկարգումները ասֆալտից են խոսում, ասֆալտ արեց, բոլորը վտանգավոր ճանապարհներ են ասֆալտ արել։ Դա այդ վթարները, որ լինում է, դա լավ ասֆալտից չի, դա հենց վատ ասֆալտից է, որ վթարներ է լինում։ ՀՊ-ն ոչ մի բարեփոխումներ էլ չի արել, մենք նրանցից լավ բան չենք տեսել, իրանք բոլորն էլ վստահ են, որ հաղթելու են, բայց մենք հաղթեցինք, սենց ասած։ Մի անգամ կանալիզացիա են փոխել, երկու շենքի հետ է եղել ոնց որ։ Այս ճանապարհների վիճակ, որ իջնում եմ ես մեքենա ունեմ, ափսոսում եմ քշեմ։ Մի հատ փոս անգնեմ, տանում ես ռեմոնտի։ Ոչ մի խնդիրեր չի լուծվել, համայնքում կան լիքը խնդիրներ, որ պետք է լուծում ստանան, հույսով ենք, որ Վալոդիա Գրիգորյանը լրիվ կկատարի։ Հազար ու մի խնդիրներից, մանավանդ ԿՊ-ի բերած անախորժություններից, փարաքարցիները հույս ունեն կազատվեն, գոնե կամաց։ Զարու Իսահակյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։